Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում։ Այսօր եկել եմ խոսելու ձեզ հետ հապալասի մասին, մասնավորապես խոսելու եմ հապալասի 3 տեսակների մասին։ Սրանք նոր սորտեր են, որոնք մենք ստացել ենք դրսից, ինչպես տեսնում եք, արդեն կանանչել են, մեզ մոտ այսօր մարտի 8-ն է եւ արդեն ունենք կանանչ տերևներ եւ ինչպես նաեւ ծաղիկներ, այստեղ մեր մոտ ծաղիկներն արդեն պատրաստվում են բացվելու։ Ուրեմն 3 տեսակների մասին ենք խոսելու այսօր։ Առաջին տեսակը Էլիզաբեթն է, սա Էլիզաբեթ տեսակն է, 3 տարեկան է մոտավորապես, սա Տորոն է եւ իհարկե Դյուկը։ Ուրեմն այստեղ ուզում եմ խոսել այս 3 տեսակի մասին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում որ մարզերում կարելի է աճեցնել սրանց, խոսել նաեւ իրենց բնութագրերի մասին։ Ուրեմն սկսեմ, թե որ տեսակը Հայաստանի Հանրապետության որ մարզում է ավելի լավ իրեն դրսևորում։ Առաջին տեսակը Էլիզաբեթն է, ահա սա հիշեցնեմ, որ սա մեծ մոտ Էլիզաբեթն է, այն իրեն լավագույնս դրսևորում է Հայաստանի Հանրապետությունում Տավուշի, Լոռու մարզում, մասնավորապես Վանաձորի հատվածում, Արագածոտնի մարզում կարող եք տնկել աշտարակի հատվածում, ոչ բարձրադիր գոտիներում, եթե աշտարակի հետ մոտավորապես այդ մակարդակի, այդ բարձրության գոտիներ ունեք, ապա այդ հատվածում կարող եք տնկել։ Կարող եք նաև այս տեսակը տնկել Սյունիքի մարզում, մասնավորապես Գորիս քաղաքի հատվածում։ Երկրորդ տեսակը, ուրեմն նշեմ, որ Տորոն է, այն կարող եք տնկել Տավուշի մարզում, մասնավորապես Տորոն իրեն լավ կդրսևորի Տավուշի մարզից Իջևանի հատվածում, ինչպես նաև Լոռու մարզում են այս տեսակը աճեցնում, մասնավորապես Ստեփանավանի, Թումանյանի եւ իհարկե Օձունի հատվածում։ Իմ հետևորդներից մեկը նշում էր Օձունի հատվածում կլինի արդյոք հապալաս աճեցնել, ապա ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս սորտը հիանալի կարող է իրեն դրսևորել այդ հատվածում։ Կարող եք նաև տնկել Կոտայքի ցածրադիր գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի ցածրադիր գոտիներում, քանի որ այն լավ ցրտադիմացք ունի, Գեղարքունիքի ցածրադիր գոտիներում այն կկարողանա աճել եւ լավ պտուղներ տալ։ Եվ իհարկե կխոսեմ նաև Դյուկի մասին։ Դյուկը լավագույնս իրեն դրսևորում է Տավուշի մարզում, ինչպես նաև Լոռու մարզում, իհարկե Վանաձոր եւ Ստեփանավան հատվածներում, Շիրակի մարզում առավել ցածրադիր հատվածներում, Կոտայքի ցածրադիր հատվածներում եւ Արագածոտնի ցածրադիր հատվածներում։ Նշեմ, որ 3 տեսակներն էլ համեմատաբար կարելի ասել ցրտադիմացք ունեն, բայց առավել ցրտադիմացք ունի այստեղ Տորոն եւ նշեմ, որ ձմռանը ինչպես էլ որտեղ էլ որ տնկեք, ավելի նախընտրելի է այս հատվածը, եթե բարձրադիր գոտիներում եք տնկում, ապա առավել նախընտրելի է, որպեսզի նրանց լրացուցիչ կարողանաք ծածկել։ Հիմա եկեք խոսենք այս 3 տեսակների բնութագրերի մասին։ Եթե ձեզ հետաքրքիր է հատապտղի մի տեսակ, որը շատ քաղցր լավ պտուղներ է տալիս, ուրեմն կարող եք ընտրել Էլիզաբեթը։ Եթե հետաքրքիր է պարզապես քաղցր տեսակի եւ ցրտադիմացկուն սորտ, ընտրեք Տորոն։ Իսկ եթե նախընտրում եք քաղցրը, բայց մի թեթև թթվայնություն պարունակող հապալաս, կարող եք ապա ընտրել Դյուկը։ Ուրեմն նշեմ, որ սրանցից Էլիզաբեթը եւ Տորոն կարելի ասել միջահաս է, Էլիզաբեթը մի քիչ միջինից ուշ շրջանում է հասնում, իսկ Դյուկը վաղահաս սորտ է։ Բերքատվության առումով 3-ն էլ լավ բերքատվություն ունեն, բայց առավել բարձր բերքատվություն իրենցից ունի ուրեմն Տորոն եւ Դյուկը։ Իսկ դիմացկունության առումով, բերքի դիմացկունության առումով նկատի ունեմ, ոչ թե այսպես ասած թփերի, լավ դիմացկունություն ունեն ուրեմն Դյուկը եւ Տորոն։ Այսինքն դրանք կարելի է նաեւ տեղափոխման համար տնկել, եթե մտադիր եք վաճառքի համար տնկել, ապա այս տեսակները շատ լավն են։ Ուրեմն եթե ուզում եք լավագույն համ, բույր եւ լավ պտուղներ, ձեզ առաջարկում ենք եւ լավ բերքատվություն իհարկե, առաջարկում ենք Էլիզաբեթ։ Եթե նախընտրում եք կլոր խոշոր հատիկավոր պտուղներ եւ միջին հասունություն, այսինքն միջին հասունության շրջանի հապալասներ, ապա ձեզ առաջարկում ենք Տորո տեսակը։
Իսկ եթե ձեզ հետաքրքիր է վաղ բերքատվությունը եւ վաղ հասունացող պտուղներ, բարձր բերքատվություն, ուրեմն ձեզ համար ավելի նախընտրելի կլինի ձյուկը եւ նշեմ, որ 3-ից լավագույնս տեղափոխման համար իրեն դրսևորում է հենց ձյուկը։ Այսօրվա համար երևի այսքանով կսահմանափակվենք, առաջիկայում նաև եթե ձեզ հետաքրքիր է կարող եմ խոսել մյուս տեսակների մասին եւ կխոսենք իհարկե նաև սրանց մշակման մասին, արդեն քանի որ գարուն է, պետք է խոսել նաև սրանց էտելու մասին, քանի որ գիտենք, որ գարնանը որոշ տեսակներ նաև պետք է որ էտվի։ Այսքանը սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք հապալասի հետ կապված նոր տեսանյութերը, դե ինչ, այսքանը կհանդիպենք։